Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կոռուպցիոն սկանդալ է հասունացել։ Կաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով ձերբակալվել են բուհի ամբիոնի վարիչն ու մի խումբ դասախոսներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ձերբակալությունները տեղի են ունեցել նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Իրավապահ մարմինները շարունակում են քննությունը, պարզելու կոռուպցիոն շղթայի բոլոր մանրամասները եւ ներգրավված անձանց շրջանակը։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները վնասազերծել են ասիական հանցավոր խմբի, որը մասնագիտացված էր կեղծ օնլայն խաղատների միջոցով խարդախություններ իրականացնելու մեջ։ Ոստիկանության հրապարակած տեսանյութում պատկերված են հանցախմբի անդամների ձերբակալման եւ բերման ենթարկելու կադրերը։ Թեև իրավապահ մարմինները դեռևս այլ մանրամասներ չեն հաղորդում, սակայն տեսանյութից պարզ է դառնում գործողության մասշտաբային բնույթը։ Ըստ նախնական տեղեկությունների, խումբը ստեղծել էր կեղծ հարթակներ քաղաքացիներից խոշոր գումարներ կորզելու նպատակով։ Իրականացվում են քննչական գործողություններ հանցավոր սխեմայի բոլոր մասնակիցներին եւ հնարավոր տուժածների շրջանակը պարզելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական լայնածավալ խուզարկություններն ու ձերբակալություններն է իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության Լոռու մարզային գրասենյակներում, ընտրակաշառք տալու եւ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով։ Իրավապահները բացահայտել են նաև համակցված կերերի խանութի ներքո քողարկված գրասենյակ, որն օգտագործվել է կուսակցության գործունեության համար։ Բացի Լոռուց, ձերբակալություններ եւ բերման ենթարկելու գործողություններ են իրականացվել նաև Արմավիրի եւ Շիրակի մարզերում։